Խնդրեմ, պարոն Դոնիկյան, ինչ գաղտնիք է պարունակում եւ արդյոք մարդիկ տեղյակ չեն դրանց։ Խնդրեմ։ Դե հայոց այբուբենի հնչյունների մասին եմ խոսելու, բացի Եվոֆից էլի, որը հետագայում են մտցրել հայոց այբուբենի մեջ, Մեսրոպ Մաստոչի ժամանակ չի եղել։ Մենք Մեսրոպ Մաստոչին մի քիչ թերագնահատում ենք, ամբողջական չենք հասկանում այդ իր առաքելությունը, որ ինքը իրականացրել է, իր գործունեությունը։ Իհարկե այտենց կողմնակիցներ կան, որ կային 5 գրեր հայկական, ինքը ուղղակի դա վերածել է։ Ես դեմ չեմ դրան, իհարկե դա էլ կա, բայց իր լուման շատ ավելի մեծ է, քան մինչև այդ 5 գրերը, որ ոչնչացրել են։ Ինչքան մենք այդ գաղափարին, որ 5 գրերին էին, հասկանանք, որ ինչ էլ ոչնչացրել, հաստատ մի քանի հոգու տունը ինչ-որ բան մնացած կլներ, էլի, այդեն անհնար է, որ ուզենան ոչնչացնել, չի լինի, ուղղակի պատմություն եմ պանում, իմ պապերը, որ եկել են Հայաստան, 32 թվի, գաղթել են արտասահմանյան երկրներից, մեծ հայրենիքի ոնց որ կանչով եկել են, իրանց մոտ կային Աստվածաշունչ եւ էլի ուրիշ գրականություններ, որտեղ այդ KGB-ն գալիս էր, դե ինչ-որ մարդկանց ակսորում էր, ման էր գալիս տունը, բայց էլի ոնց որ իմ պապերը Աստվածաշունչը պահել են ինչ-որ շատ խորքում, որ գտնել է։ Տենց էլ այդ հայ գրերը, եթե գրեր եղել են, հաստատ ինչ-որ տներ պահած պետք է լինեն, տենց չի, որ սենց կարային բոլորին ոչնչացնել, ինչ-որ բան մնացած չլներ, Մեսրոպ Մաստոչն ես իմ սարու ձարը անգել չի գտել, մնացել է ինչ-որ ուրիշ գրադարաններ, նո տենց գաղափար կա, ինչ-որ երկրներ, որտեղ մի գրադարանը պահպանված է, ամբողջ հայ ժողովրդի մեջ չի եղել, որտեղ այդ ժամանակ մեր հայ ժողովրդի բնակչության քանակը 3 միլիոնից ավել է եղել, քան հիմա էր, էլի, դա պետք է հասկանանք, որ տենց անհնար է ոչնչացնել, որ բան չմնա, էլի, նո այդքան մենք եկեղեցու դերը շատ հզոր ենք ներկայացնում, որ տենց բաներ ոչ մի տան, ոչ մի բան չի մնացել, այդ ոնց որ սարսափելի, ասենք, չգիտեմ, նույնիսկ այդ գեստապոն, որ գալիս էր հրեաների տունը ինչ-որ բան անում է, մեկ այն ինչ-որ բան կարող էին թաքցնել, պահել, էլի, մենք ինչ Ստալինյան ժամանակ էլ, որ ինձ թվում ավելի խիստ է եղել Ստալինյան ժամանակ, էլ ինչ-որ բան կարող էին թաքցնել, ինչ-որ տեղ պահել, դրա համար այն գաղափարը, որ բաց եղել է ու չեն կարացել թաքցնել, դա մի քիչ 3 միլիոն մարդուց ու ավել ռեալականից ես դուրս եմ ընդունում, որովհետև շատ մենք ունենք առևտրականներ, որոնք Հայաստանում չեն գտնում, իսկ ունենք, որ հայերը լավ առևտրական էին, որ միջին արևելք, հեռավոր արևելք եւ այլն տա Եվրոպաներ արևելքում իրանց մոտ կպահպանվեր դա, այտենց չի, որ կարային բոլորին սենց տոտալնի ղեկավարել ու կոնտրոլել, դա էլ վերցնենք, որ ես լոգիկայի սահմաններում եմ ասում, հիմա Հնդկաստանում ինչ-որ առևտրականի մոտ գրեր ինչ-որ բաներ, հաստատ իրանք ինչ-որ գրեր են գրում, բաներ պահպանվել։ Նամակ կունենար ինչ-որ մեկին այտենց առևտրականները գրագետ են եղել, որովհետև իրանք հաշիվ են արել, այտենց անգրագետ չեն եղել, հիմա կարող ավելի անգրագետ լինեն, քան Հետո իրենք իրենց այդ երաշխավորագրեր էին տանում։ Իհարկե բաներ ունեն, հա։ Դրա համար այդ գրերի վերսիան, որ մենք ունեցել ենք, ինչ որ բան ունեցել ենք, բայց այն տեսքով ոնց որ հիմա ենք ունեցել, այդ նույնը չի եղել հաստատ։ Դա ուզում, նո լոգիկայի մենք բաներով, որտեղ դա կպահպանվեր, էլի, ինչ որ բան կպահպանվեր, որ մենք կարենք։ Նո տաղերը նայեք պահպանվել է, որ ասում ենք, բայց վերլուծումը մենք չգիտենք, որովհետև այդ հետնորդը հնչյունային չկա գրողը, ոչ թե տաղեր չեն մնացել, մնացել են, չէ, երգերի գրված բաներ, մենք այդ կետը ոնց որ այստեղ նոտաներ են, տենց ինչ-որ բաներ կա, բայց մենք գրողը չկա, որ դա բացահայտի, դա ուրիշ բան է, բայց որ բացարձակ չի մնացել ոչ մի հին գիր, այդ գաղափարը շատ հին չի եղել, ասենք 5-րդ դարը, չէ, մենք 100 տարի էր անց ընդամենը։ Հա, այդքան ինչ-որ միտեղ, մի արևելյան երկրում, մի հայ հաստատ մենք կունենար, էլի, տենց բաց, մի շատ ծայրահեղ ենք մենք մոտենում, էլի, սենց չափազանցնում ենք, հա, շատ բաներ վառել են, բայց
նույնիսկ այդ հին գրքերն էլ կպահպանվեն, ուղղակի դարերի ընթացքում այդ քրմերի գրքերը դե հասկանանք, որ ժամանակը այդ 1700 տարին Արդեն մեծ ժամանակ է, որ չի ոչնչանար, հա, այդ գրականությունը վախել են կրկնել։ Հիմա Մեսրոպ Մաշտոցին հայտ է եկել այդ հնչյունները Աստվածը տվել, թե բարձր ցիվիլիզացիաներից են տվել, հիմա իհարկե եկեղեցին հակված է, որ դա աստվածաբանական ընկալում լինի, բայց ես կարամ ասեմ բարձր ցիվիլիզացիաներից է տրված։ Աստվածն էլ է բարձր ցիվիլիզացիաներում։ Դե նայած ոնց մոտեդանք էլի։ Հիմա նայեք այս անցումը, որ նեանդերտալցից երբ որ հոմո սապիենս մարդը դարավ, հիմա լիքը գաղափարներ կան, որ ինքնուրույն մարդը չէր կարող դա դառնալ։ Դա ինչ որ ցիվիլիզացիաներ խառնվել են այսպես։ դրթել են, ուղղորդել են։ Մենք ասում ենք տոտն է եկել մեզ բան արել, ասենք այնտեղ Հերմեսն է կամ Գանեշն է, այնտեղ տարբեր բաներ մեր մոտ ասենք Տիրն է, չէ, Աստված գրի Աստված եկել։ Դա մենք հասկանանք կարող ինչ որ բարձր ցիվիլիզացիա ենք եղել։ Կա այդպես տարբերակ, չէ, հին գրքերում, որ ինչ որ այլ տեղից եկել են, հետո խառնակվել են այստեղ խաղճիկների հետ եւ ինչ որ նայեք սաստածռերում դյուցազներ են, չէ, նկարագրում։ Այդ ինչ որ ուժեղ մարդիկ չեն։ Հա, նրանք մի քիչ այլ։ Մեր նման չեն ամենայն դեպս։ Այդ էլ այլ ցիվիլիզացիա։ Նաեւ ասենք մենք հունական լեգենդներում աստվածներ անլիպային, որ ապրում էին, մարդկանց հետ շփվում էին։ Ստեղ էլ, չէ, այդ ովքեր են այդ աստվածները, որ շփվում, չէ, դա ռեալություն է։ Ինչքան էլ մենք ասենք մարդկային ֆանտազիան չի ինչ որ ռեալություն հիման վրա դա գրի արվել։ Այսինքն ինչ որ էակներ են, որոնց հետ շփվել են մարդիկ անվանել են աստվածներ։ Նաև մենք շինություններ ունենք երկրի վրա բազմաթիվ, որոնք մինչև հիմիկվա տեխնոլոգիաներով չեն կարող կառուցեն։ Փաստացի շատ բաներ։ Նաև նուրբ աշխատանք է։ Անկամ լազերով հնարավոր չի, ասենք, այդպես մշակել է ճշտություն։ Ասենք 40-50 տոննանոց քարեր են, որը բարձրացել են ինչ բարձրություններ, հստակ դրել են, հիմիկվա մենք չունենք ոնց որ ասած տենց սարքավորումներ, որ դա բարձրացնեն։ Շատ հեռու չգնանք, մեր գյուղում մի հին այսպես տապանակարեր են, պետականորեն ասում են 1200 թիվ, բայց ասենք ես որ նայում եմ, հնություն են ու ես այդտեղ կես կատակ լուրջ ասում եմ, մեր գյուղացիները հիմի անգամ այսօրվա տեխնիկայով այդ քարերը կդժվարանան ինչ որ մի տեղի այս եղանի չափպես քարեր, որ կդժվարանան բերեն։ 1200 թվականին հաստատ չէի կարողանալ, սա մի ուրիշ բան է, ինձ շատ ավելի հին ու քո ասած ժամանակներն է գնում, էլի, որ ուրիշ մարդիկ են եղել։ Մենք այդ ուրիշ մարդկանց ոսկորեր մեր գյուղի տարածքում շատ են գտնվել։ Մեծ մարդիկ։ Հա, մի քանի մետրանոց։ Անցնենք առաջ։ Ու գենետիկ ուսումնասիրություններ չեն անում, կարող է իրանք մեր պես մարդիկ չեն։ Չէ, հսկայամարդ են ասում, իրենց միանիշ չեն։ Մեր խոշորը չեն։ Հա, մեր խոշորը չեն։ Ես էդ եմ, կարող իրանք շատ ուժ գենետիկա ունեն։ Այդ բանը։ Հիմա ինչ որ է, բարձր ցիվիլիզացիաներից կամ որ ասում ենք Աստված, հիմա ոնց կարանք մոտենանք, տենց ասենք, որ տրվել է դա։ Ու իր մեջ բազմաթիվ գաղտնիքներ կան, որոնք լոգիկայով մենք չենք կարող հիմնենք ու տանենք առաջ։ Մենք լեզուներն էլ, որ մենք խոսում ենք, էլի մենք հոմո սապիենսը ինքը չի հորինել, էլի տրվել են, որովհետև այդ հոմո սապիենսը այդքան ընդունակություն չի ունեցել, որ լեզու հորինի։ Իրանք ասում են տենց ճիչ, միչ, տենց չի տարբեր տեղում։ Բանկարկումներ, հետո ինչ որ դասակարգել են, բան են, բայց դա ու գիտնականներ ասում են, այն մութը, որ նեանդերտալցը sense հոմո սապիենս դարավ։ Այդտեղ մութ կետ է, որ անհնար է։ Ու հիմա ոնց որ մենք ասենք ինչ որ կենթանիներ դառնան ավելի բարձր որակի էակներ, որոնք սկսեն զրուցել, բան, ինչքան էլ ժամանակ անցնի, ինքն իրան չի կարա լինի։ Այդի մենք չենք կարող հասկանանք, որ ինքն իրան դա չի կարա լինի։ Այդ նույնն է, օրինակ եմ բերում գիտական, բայց որ
հիմա գնանք մեր աղբանոցը, խառնենք, iPhone 18 հայտնվի։ Ինչքան էլ խառնենք, միլիոնավոր տարի էլ այդ աղբը խառնենք, iPhone 18 չի հայտնվի։ Դե ինչ որ հավանականություն տեսությունը կարող է բերի, որ դա այտենց կարա լինի, բայց ռեալությունը այտենց չի բերի։ Էդի ուզում եմ հստակ ասեմ։ Այսինքն ստեղ մենք գործ ունենք, որ ուրիշ մակարդակի էակներ ներգործություն են ունեցել։ Ու իրանց ներգործությունը մինչև հիմա մենք ամբողջական չենք հասկանում։ Էդի կարևոր կետ է։ Մենք մտածում ենք, մենք շատ խելոք ենք, բայց նայեք, սենց մի հատ նոբելական մրցանակի նաև ցիվիլիզացիաների մասին գաղափար կա, տիեզերքի զարգացման ցիվիլիզացիաների մասին, որտեղ ինչ որ մակարդակներ կան, 5 մակարդակ են բաժանում, 10 կարևոր չի։ Մենք այդ մակարդակներում, որտեղ այդ թեզներն են անում, 0 մակարդակին ենք գտնվում։ Մեր այս մակարդակը 0 մակարդակն է։ Նույն դեռ վերցնում է, որ մակարդակները ոնց են էներգիաներ կարում արարել ու օգտագործել, ասենք ավելի բարձր ցիվիլիզացիոն արևներ են ստեղծում, ավելի բարձր ցիվիլիզացիոն գալակտիկաներ են իրանք արարում ու այդ գալակտիկայի ցանկացած աստղի էներգիան օգտագործում, թե սև խորհուրդներ եւ այլն։ Վերջ տենց շատ մակարդակներ գնում են, մենք շատ 0 ենք, հələ մենք կարող ենք ինչ որ թեթև ինչ որ էներգիա օգտագործել, բայց հələ առաջին բայց ասում ենք տիեզերքի կենտրոնն ենք։ Ու մենք մտածում ենք, որ մենք միակն ենք ու անհնար է այստեղ լինի ինչ որ ուրիշ մակարդակի էակներ, ուղղակի հիմա որ մենք ամիոբայի հետ շփում ենք անում, ամիոբան без բարձրացակ չի հասկանում, ում հետ է շփում։ Եվ նույնպես մեր հետ կարող է բարձր ցիվիլիզացիայի էակ շփվի, մենք չենք հասկանում։ Այդ պետք է ընկալենք։ Մարդիկը շատ հլը ինքը ինչ որ բանականություն ունի, բայց այդ տիեզերական բանականությունից շատ հեռու է։ Ինչ որ մարդիկ այդ շփում ունեցել են, իրանք անվանում ենք սրբեր, մարգարեներ, իրանք էլի բերել են մեր լեզվով են դա բացատրել, պրիմիտիվ մարդու լեզվով, որ հասկանալի լինի, ըմբռնելի լինի, նույնացրել են ոնց որ ամիոբաները, որ մենք շփվենք իրանց հետ, բերեն այդ մեզ ամիոբայի տեսք տան եւ այդ ձևով ներկայացնեն ամեն ինչ։ Իհարկե դա մեծ աղավաղում է լինելու, հասկանում եմ մեր ներքին աշխարհի իրանք բացարձակ չեն հասկանում, մեր ասածների մեծ մասը իրանք չեն ըմբռնելու, ինչ որ բան եթե ըմբռնեն, ինչ որ բան անելու են եւ մեզ սենց ինչ որ ասված դնեն, դու ընկալում էլ չկա։ Ինչ որ ամբիոբա եթե մի անգամ մեզ հասկացել է, հետո մնացել են նույն մակարդակին։ Այս ուղղակի անալոգիա եմ բերում, որ մենք էլ հասկանանք, որ մեզ թվում է, որ մեր աչքը ամեն ինչ տեսնում է, մենք կարանք ընկալենք, չէ։ Մեզ ընկալում ընդհանրապես ուղեղով է գալիս։ Ուղեղը ինչ ինֆորմացիա ունի, այդ աչքի տեսած չի։ Ուղեղի ինֆորմացիայի քանակով ենք մենք ընկալում։ Այսինքն ինքը վերլուծում է, բերում է, որ սենց դες տեսքն է տալիս, դրանն են տեսքը, բայց սա ուղեղն է բերում, ոչ է աչքը։ Աչքը կարող է շատ բան տեսնի, բայց ուղեղը չվերլուծի։ Նու այդ վերենք։ Դրա համար սրբերը կամ հատուկ մարգարեները իրանք առավել եւս ինչ որ բան են արկում, որտեղ իրանք ուղեղը արդեն ուրիշ սկսում է վերլուծություն անել կամ արդեն ուղեղով չեն իրանք այդ վերլուծությունում, արդեն ուրիշ երևույթներ է միանում այդտեղ։ Նու տենց այդ բանը։ Հիմա Մեսրոպ Մաշտոցն էլ տենց մի հատ էակ է եղել, որը կարացել է ոչ միայն ուղեղով է ընկալել, այլ իր անկալման մակարդակը դրանից դուրս է եղել։ Մենք անվանում ենք այս մակարդակով, որ սրտով անկալում, սիրտն էլ ինչ որ օրգան է, որ կարա զգայական վերլուծական ունի, բայց ուղեղի պես վերլուծություն չունի, ուրիշ տեսակ, որտեղ մենք կարանք անվանենք ինտուիցիա, հոգու ընկալումներ եւ այլն, այդպես հիմա բազմաթիվ կարող եմ անվանումներ տամ, դրանք հիմա շատ էական չեն էլ այդ անվանումները։ Հիմա Մեսրոպ Մաշտոցը այդ որ ընկալել է, ինքը բերել է, հələ իր ուղեղը մեկը ինքը չի այդ էակը ցիվիլիզացիան, ինքը ուղղակի ներառողն է, դրիարողն է, բերողն է, կոնտակտի մեջ մտնողն է, ինքը մարգարեն է, բայց ինքը ոնց որ նույնիսկ Մովսեսը, որ բարձր ինչ որ Աստծո հետ բաներ 10 պատվիրաններ է, չէ՞ բերել, որտեղ այդտեղ մեզ նկարում ենք Աստված, բայց կարող է ինչ-որ մի հատ էակի հետ է շփվել,
Ոչ թե կարող է հաստատ ինչ-որ մի հատ եկի հետաքրքիր մարդկանց համար դա աստվածային էակ, որտեղ անբացատրելի ուժերով, հնարավորություններով, ձեռքբերումներով տենց ասենք։ Մամ նույն բանը, ոնց որ Մովսեսը բերեց 10 պատվիրանները, մեզ էլ տրվել է հնչյունները մեր 36 հնչյունները։ Այդ 36-ը շատ կարևոր թվանիշ է, 6 անգամ 6 է, բայց շատ կարևոր այդ թիվ է, որ այդ մենք ընկալենք։ Հիմա այդ աղյուսակի մեջ տարբեր հիմա նյութական պլանում վերլուծություններ կա, մենք մինչև այդ հաղորդում ասեցիք, որ նույնիսկ կարելի է Մենդելևի աղյուսակն են ընդեղ ներառում։ Ինչ որ տառերի համարը ամեն մի տառը թվի հետ համապատասխանում է եւ ես հիմա լավ չեմ հիշում մետաղների Մենդելևի բարբերական աղյուսակի թվի հետ բռնում էր, ասենք ոսկին դե ասենք թե n համարն է ոսկի տառերի ոսկի բառի տառերի գումարը մեզ ասում է Մենդելևի բարբերության հենց այդ համարը n-ը եւ ես տեսել եմ ռուս քահանաներ դա պատմում ու ապշել էր ասում ինչպես կարող է սա լինի սա պատահականություն չի ստեղ ինչ որ ձեր ասած ինչ որ մի միջամտություն կա մարդը դժվար իմանար երբ որ չգիտեր այդ վալետականությունն ինչ է ատոմն ինչ է բայց ինչ որ գրել է հասկանում ոնց որ Մենդելևը որ բերել է ասում են երազում է տեսիլքում կարևոր չի հիմա ինչ որ ձևով ինքը պիտի բացատրի հիմա դե գրքերի շատ մասը ինչ որ բան դուք չեք հասկանում դուք ասում եք ինչ որ տեսիլ կարող է ինչ որ մեկը ձեզ թելադրում է նո ինչքան դուք կարաք հասկանաք նո դա էլ կարելի ձեր ընդունակություն այդ իրա անկալումները դուք ինչքան վերլուծում եք դուք մարդկային լեզվով վերում եք այս պլան ու տենց ասենք դուք մեկից մեկ չեք հասկանում մեկը 10% չգիտեմ հիմա քանի տոկոս մեկը ինչ որ բան դուք ձեր հասկացածով եք դա վերլուծում եկեք մի քիչ շեղը մի անգամ մի հաղորդման հյուրեի եւ որպես գրող էին ընկալել գիրքս կարդացել էր այդ հաղորդավարուհին տեղյակ էր լուրջ գրականագետներ ակադեմիկոսներ ինչպիսի այսպես տողեր են գրել իմ մասին եւ հարցնում էր ինքը ինձ գովում էր այդ եթերի ժամանակ ես ասացի ինձ ոչ թե գովել է պետք է գանահարել ծեծել փայտով ասեց ինչի ասի եթե դուք իմանաք ինձ ինչ են ցույց տվել ու ես ձեզ ինչ եմ պատմել դուք կծեծեք որտեղ այն ինչ որ ինձ ցույց են տվել հնարավոր չի որ մարդը ամբողջությամբ ես ասեմ մոտ 10%-ը լավագույն դեպքում ես կարողանում եմ բառերի տեսքով ես վերցանեմ այդ ամբողջը հնարավոր չի հասկանում ես գիտեմ դա ինչը որ ասում ես էլի իսկապես դժվար է այդ ամենը եղել է ասենք մի անգամ էլ տեսել էր Ջորդանո Բրունոյի որ գրում է մի 25 րոպե խոսած ապշեցուցիչ բաներ ընդհանրապես մի կես նախադասություն ես կարողացա բերել չես կարող բերես հասկանում ես դա քո ինչպես դու ես ասում քո ընկալման տարածությունից դուրս է լսում ես բայց չես կարող կաս պատմես շարունակեք հիմա այդ մեր այբուբենի մեջ մեծ գաղտնիքներ կան նյութական պլանում դե որոշել են դե գրերի հետ կապված թվերի հետ կապված շատ խորհրդանիշներ ունեն ամեն մի բառը որ այդ որ մենք վերածում ենք նաև թվային շարքի եւ այլն բացի դա ինքը հնչյունային ձևով ինքը մի բանալի է որը բացում է մեր խորքը ինչ է նշանակում խորքը նայեք հիմա մենք ուղեղ ունենք զգացմունքներ մտքեր եւ այլն բայց նաև մենք բացի բանական էակից նաև հոգեվոր էակ ենք այսինքն հոգի ունենք մարդիկ կրոնը փորձում է դե մարդկանց ուղի դեպի հոգին բայց իր մեթոդները շատ ուղեղով են շատ բաներ ուղղորդում ու ինչ որ աղոթք որը հասկանալի մեր մտքերի միջոցով պետք է ուղղորդենք բայց հասկանում ենք որ այս ուղեղի տիրույթն է ոնց որ հիմա մի էլեկտրոն պատտվում է մի օրբիտայով հաջորդ օրբիտա ինքը չունի բան պետք է թռիչքային մի բան անի դրա համար ուղեղը չի կարող այդ թռիչքը անի դրա համար հոգու մակարդակ տանող բանալին ուղեղը խոսքային մտքային երևույթները չեն տանում այնտեղ այդ եմ ուզում ասեմ դա մտքից անդին է լինում հիմա հնչյունները դրանք իմաստային բաներ չեն իհարկե իրանք իմաստներ ունեն որ հիմա հաղորդումը լինի ես կդնեմ ինչ որ իմաստներ ամեն մի հնչյունը մարդիկ վերլուծում են ինչ որ իմաստներ են տալիս ամեն մի հնչյունին
Եվան, բայց դա մարդու բանականության հորինած իմաստներն են, էլի, ավելի խորքային ինքը մենք հələ չենք կարող հասկանալ։ Որ հիմա կապիկին ցույց տանք ձեր հեռախոսը, ինքը ձեր էս չի հասկանա ինչ աստեղ։ Ինքը կարա տեսնի այդ ձեր ինչ որ, չգիտեմ, ֆիլմ եք դրել է դրա շարժերը, ինչ որ կետեր սենց ծխմիկ։ Հետո ինքը էսպես կանի, երբ որ տեսնի ես էսպես, ինքը էսպես կանի։ Հակամ սենց կանի, հա, բայց ինքը չի ընկալի դրա ամբողջականությունը, շատ հեռու կլինի ընկալմանը։ Հիմա մենք էլ այդ հնչյունների ընկալմանից հեռու ենք։ Ես մի փոքր բան ասեմ, այդ հնչյունները մեզ ոնց որ կոդեր են, առաջինը մեզ բուժող կոդեր են։ Մենք որ ներդաշնակությունից դուրս են գալիս, հիվանդանում ենք։ Հիվանդանում ենք ինչի, որտեղ մեր հոգու ներդաշնակությունից ենք դուրս գալիս։ Մեր խախտվում է միտքը, էմոցիաները, դե հետո մարմինը դե շարքից դուրս է գալիս։ Ինքը բերում է ոնց որ բնական այդ վիճակին։ Ինքը ուղեղով մենք չենք բանանում, ինքը ավելի խորքային անգիտակցականով է գործում, որտեղ իմաստ չունի ինքը, բայց ինքը խորը կոդեր ունի, այ, բեն, գիմ, դա, եջ, սա, եւ այլն։ Ինքը խորքային կոդ է, որը այդ հնչյունը մեր անգիտակցականի մեջ է մտնում ու գնում է դեպի մեր հոգին, հոգևոր մակարդակներ ու այդ մեր գիտակցական անգիտակցականին միացնող կոդ է դառնում, որ ներդաշնակության կանք, որտեղ այդ ոնց որ հոգևորը, որ գիտակցականից անջատված է, մենք հա ներդաշնակությունից դուրս ենք թռնում, հա եկեղեցին դա անունը մեղքի մեջ ենք մտնում, էլի այդ բառն օգտագործում, դե ես անվանում եմ ներդաշնակությունից դուրս թռնել։ Ինքը բերում է այդ ներդաշնակության, դրա համար մենք ապակինվում ենք, ոչ թե ապակինվում մարմինը, միտքն է խաղաղվում, էմոցիաները հանգստություն են գալիս, այդ տագնապային մտքերից հաղթահարում է տեղ ունենում, վախերն են անցնում եւ այլն, այսինքն ինքը սկսում է մեր վրա մի յուրինակ ձևով ազդել։ Այսպես արտահայտություն կա, ասում են աուրան խախտված է, շտկում են, նաեւ դա է անում, եթե հա, նաեւ աուրան այդ շտկում բառը օգտագործեցիք, կարանք ասենք այդ աուրան է շտկում, մտքերի մտածելակերպն է վերափոխվում, այսինքն նույնիսկ այդ մի քանի տարի առաջ այդ այբոբենի մասին ես էլի բաներ հաղորդումներ ունեի, ինտենսիվ, այդ հենց պատերազմից հետո էր, մարդիկ այն որ տենց ոգեշնչած էին դանում, մարդկա որ կուրը սկսել է տեսնել, ընդհանրով այդ այբոբեն օգտագործելով մարդկան որ կանայք երեխա չէին ունում, երեխա են ունեցել եւ այլն, այսինքն տենց բազմաթիվ դեպքեր կան։ Ու մարդիկ կարող է մի մասը ասի անհավատալի է, բայց եւ մյուս կողմից էլ ընդունենք, որ ամեն ինչ չի որ մենք կարող ենք հասկանալու բացատրել։ Հա, ես դրա համար այն նախորդ պատմությունը ինչի մենք սկսեցինք, որ մեր ուղեղ ամեն ինչի մենք կապիկի պես ենք, չենք կարա։ Բոլոր ազդեցությունները չի որ մենք գիտենք թե ասենք այբուբենը լսելուց թե ինչ process-ներ են լինում, մենք չենք կարող հասկանալ։ Անտեսանելի, անիմանալ ինչ որ բաներ կարող է լինեն, էլի։ Նաև ինքը բերում է մեր դուք այդ բառն եք գրում, սկզբնական մեր նաստրականներին։ Մեր սկզբնական այդ գեները, որ ապրում են գեները ոնց որ խախտվում են, ոնց որ դե ռադիացիայի տակ, ուժեղ ստրեսներից եւ այլն։ Անկամ ես մի ճապոնական հետազոտություն կար, որ դու օտար բառերի որոշակի քանակություն սկսում ես արտաբերել, օգտագործել եք քո վրա ազդում է, այդ քո ասացի մեջ է մտնում ինչ որ վիբրացիաներ են, հա, ասենք ռուսական բառեր ես ասում, քո օրգանիզմին դա հարիր չի եւ սկսում ազդել իր վրա։ Նմանապես էլ եթե դու քո մաքուրն ես բերում, պիտի շտկի։ Ոնց որ թե տրամաբանական չես տաս։ Նաև ուզում եմ ասեմ, որ ոնց որ շներին, որ խառնվում են տարբեր, ասում են փողոցային շուն, ինքը ազնվաբարությունը կորցնում է, տենց էլ լեզվի մեջ, երբ որ մենք սկսում ենք, իհարկե տենք բնական ձևով, հիմա կասեն շատ մենք խառնվում ենք, ուրիշ բառեր վերցնում ենք, բայց հիմքը մնում է, էլի որ շատ խառնում լեզուն իր բանցը կկորցնի։ Ոնց որ դե ջուրը, ոնց որ ասենք լճի մեջ ինչքան կեղտստեն ինքը ինչ որ քանակ կարա ինքը բնական ֆիլտրացիանի որ շատ լինի արդեն չի կարա դե ինքը ճայիչ կդառնա դրա համար ինչ որ քանակ ինքը կարում է բանը հիմա որ լեզվի մեջ տարբեր օտար բառեր շատ խառնենք ինքը կորցնի իր ուժը էդի պիտի հստակացնենք ինքը կկորի այդ կմեռնի այդ լեզուն նակ մարդիկ այդ լեզուն բոլոր լեզուները մեծ մասը որ sense դարերով պահպանվում են ի վերուս տված ցիվիլիզացիաներից է
Նրանք մարդիկ փորձել են մի լեզու հորինել ու դրան բոլոր կերան, ասենք էսպերանտոյի դեպ պատմությունը երևի գիտեք։ Դա տեղակ է։ Երիտասարդ տարիներին փորձում էին դա համաշխարհային լեզու լինի, բայց չստացվեց, որտեղ դա ուղեղով հորինած լեզու էր։ Դա չի կարա համընդհանուր լեզու դառնա, որտեղ դա ինքն իրան մարեց, ինքը չունի մեջը ուժ, այդ էներգիան հոգևոր ինչ-որ բաներ նշումներ չունի։ Այդ ուղեղն է ընդհանրապես հորինել, ծնծիրուն, չգիտեմ, ձևակերպել եւ այլն։ Հիմա էլի հետ գամ Այբուբենին, այդ մեր առաջնային աստրոյները հետո գեները խախտվում են, այդ հնչյունները ասած գեները սկսում են վերականգնել։ Այսինքն մարդը ընկնել է ուժեղ ռադիացիայի տակ, ինչ որ հանգամանք է եղել, ուժեղ ստրես է տարել եւ այլն տարբեր կյանքի հանգամանքներ է անցել, դիմա ստրես բոլոր հայերը տարել են։ Առաջ ասում եմ մենակ արևմտահայ ապրողներն են տարել, արցախցիները հանգիստ են մնացել, բայց ընդեղ էլ ստրես եղել է, հասկանանք որ դարերի ընթացքում լիքը ստրեսներ եղել մեր պապերը։ Այնտեղ էլ են հավատ կռիվներ եղել է։ Դե ինչ-որ չափով որ տենց կոտորածի մասին չենք խոսում, բայց գաղթ եղել, անակիմ նախնիները հենց Արցախից են եկել 1700-ականներին ինչ որ այս կարգի խառը հաշիվ եղել, ինչպես եղավ մի քանի տարի առաջ։ Լավ, անցնենք առաջ։ Ստրես բոլորիս գեներում կա, ու դա խախտում է մեզ բնական վիճակից։ Ամեն մի ստրեսը ինչ որ կոդը քանդվում է բնական, ու որ հնչյուններն ենք ասում, այդ սկսում է վերականգնել։ Իհարկե մի ասելով չի վերականգնի, բայց աստիճանաբար քիչ այդ դաշտն ենք որ ստեղծում որ հնչյունների ասենք, քիչ այդ կոդը սկսում է վերականգնվել ու մենք ոնց որ գալիս ենք այդ սկզբնական մեր բնական վիճակին նաև ստեղ այդ հնչյունները մեջ կա որ մենք մեր արյունը խառնում է տարբեր ազգերի հետ տենց մաքուր հայր չեն կարա գտնենք էլի տենց հեքիաթ մանգանք որտեղ բազմաթիվ արշավանքներ են եղել բացի այդ արշավանքներից շատ տարբեր ցեղեր մենք որ կայսրություն ենք եղել խառնել են մեր հետ դա կա Ես դրա հետ կապված ասեմ 2003-4 թվին, երբ որ ես ճանապարհ հաղորդաշարն էի վարում, արյունաբանական ինստիտուտ ունեինք, չգիտեմ հիմա կա թե չի, եւ կարծեմ տնօրենին է հրավիրել տիկին էր, հետազոտություններ կար, որ մեկ է արյունը մաքուր է, ինքը ինչ որ ժամանակ եթե թողնում ես ինքն իրեն, սկսում է մաքրվել եւ այսօրվա վիճակով բավական մաքուր է։ Բայց ինչի՞ց է մաքրվում։ Այդ մենք չենք հասկանում։ Հա, նայեք ինչի՞ց ասենք հիմա խառնվել է, չէ՞ դարի։ Հաստատ խառնվել է, դա չի։ Բռնաբարությունները բռնաբարություն, որ ասենք թե պատմում են Դենք Թեմուրի ժամանակ ամոնղոլներ որ եկել են, ասում են տենց կին չկար որ չբռնեն։ Ամոնղոլների ժամանակը հավոր է եղել, շատ ես եմ կարծացել, զարհուրելի։ Այդ չպատմենք չզարզանցնենք այդտեղ որ այսինքն բոլոր կանանց տիրել են, այտենց չի։ Ժամանակի ընթացքում որ մենք հայերեն ենք խոսում, հնչյուններն ենք չէ արտասանում, ու ինքը այդ հնչյունի թրթիռը հայ, ինքը ֆունկցիա ունի մաքրելու։ Այսինքն հնչյունները որ մենք ասում ենք, ինքը ֆունկցիա ունի մաքրվում է, դրա համար ժամանակի ընթացքում արյունը մաքրվել է։ Նաև դա կարող է։ Դա էլ ունի իր մեջ այդ որակը, այսինքն հիմա մարդը գնացել են օտարացել են, իր մոտ 10% հայի արյուն մնացել, բայց ինքը ոնց որ ինչ-որ կանչ ունի դրա ու սկսում է հնչյուններ ասել, իր մոտ սկսում է վերականգնել ու անհավանական բան։ Ներդաշնակ վիբրացիաներ է լինում իր հետ եւ ասենք փորձում է շտկել, ասենք եթե ինչ որ շեղումներ կա, այդպես հասկանա։ Դեղ ես խմում մի յուրահատուկ էլի։ Դա համար եթե մենք կորցնում ենք մեր լեզուն, շատ բան ենք կորցնում, ասենք գնում են օտարության մեջ, հիմնական ասենք ավելի շատ Ռուսաստանն են կորցնում լեզուն, քան Ամերիկայում, այնտեղ հենց պահպանում են, որտեղ հայկական դպրոցներ բավականին շատ կան եւ այլն, պահպանում են, նույնիսկ Թուրքիայում հայկական դպրոցներ տենց էլի շատ կան, նու համեմատած ինչ Ռուսաստանում սարսափելի է այդ վիճակը, որտեղ հայկական դպրոց չեն թողում, ինչ որ փոքր բան, տենց վատա վիճակ է էլի։ Դե այնտեղ կորցնում են լեզուն, ասենք մի 3 սեզոն անցնի ինքը հայերեն ոչ մի բառ չգիտեն, ոչ մի հնչյուն։ Այս այդպես է իմ զարմիկների հանդիպել եմ։ Դա այստեղ ծնվել էին, գնացել են այնտեղ, բայց մի 3 սերունդ։ Հետո հետ են եկել, հայերեն տառ չգիտեր, հայերը բան չէր հասկանում։ 3 սերունդ անց։ Տնօրենների հետ եկել էր, ես իհարկե զարհուրեցի, բայց դա էլ որ այդտեղ Ռուսի հետ ամուսնացա, վերջ կորավ մարդիկ։ Հիմա այդ տենց մարդկանց որ հնչյուններ ասեն, ինչ որ կանչա լինում, չէ՞, մեկը զարթնում է ինչ որ մի բան, արյան կանչա լինում, ինչ որ գաղափար զարթնում է,
Իրանը վերականգնում, ուզում ասեմ հնչյունները նաև այդ ֆունկցիա ունեն, այդ վերականգնելու։ Այբուբենը ունի, որովհետև հին է եւ տրված, ոչ թե հին, այլ տրված է հատուկ բարձր ցիվիլիզացիաներից, որ մեզ այս յուրահատուկ տիպի մտածելակերպ ստեղծվի ներքին կառուցվածքին համապատասխան տալիս են, չէ՞, ասենք համապատասխան մեր ազգուկա չեն տվել, այդ ասեմ, էլի ոնց որ բալասան է ինքը, ես կասեի պահպանիչ ինչ որ մի գործոն է, որ քո տեսակը կարող է դրանով դու պահպանես։ Կարևորություն են վերցրել, որ այդ տեսակը կարևոր է, այդ տիպի, որտեղ ամեն մի գենետիկ տիպը ինչ որ յուրինակ հատկանիշներ ունեն, որը կարևորություն են արել, դրա համար այդ կարևորությունը գնահատելով տրվել է դա, ասինքն բոլորը չունեն, ու այդ կարևորությունը, որպեսզի պահպանենք, նաև այդ կոդը կա։ Հիմա կարող է այդ կարևորությունը մենք չենք հասկանում, բայց ինքը շատ կարևորություն ունի մեր տիպը, ու այդ տիպը որ պահպանվի, դրա համար հնչյուններով ոնց որ կարանք մենք ռեստարտանք ու գանք բնական վիճակի, ովքեր որոնք կան են, էլի դա, որտեվ կան մարդիկ, որոնք շատ բացասական են վերաբերվում, կան ոնց որ ասած տգիտության շատ բարձր աշխարհի մարդիկ, որոնք դեմ են էլի այդպես բաների ու իրանց վրա դե չեն օգտագործելու, չեն ազդելու։ Բայց այն մարդիկ, որոնք կարեն խորամիտ լսում են, հիմա ոնց որ երբ որ ջրհեղեղ լինում, նոյին ասեցին, որ տապան արա, եկավ մի քանի մենակ նոյին չեն ասել շատերին, մի հոգի։ Ամենայն դեպս տեսել են, չէ՞ որ կառուցում են այդ աղրելինավը։ Հա, բայց ուրիշ չսարքեց։ դեմ են եղել շատերը։ Ծաղրած կլինեն։ Ծաղրածը իհարկե ծաղրած են։ Մարդկությունը տենց է լինում, ցանկացած առաջադեմ մարդուն ծաղրածով է մոտենում, հետևից շատ խոսում, փնավանում եւ այլն։ Դա մարդկության բնույթն է, էլի, մեծամասնությունը ոնց որ առաջադիմության շատ դեմ է, կանգնացնում այդ առաջադիմությունը։ Ես դա կոչում եմ ճահճի իներցիա։ Ճահիճն էլ որ ուզենաս մաքրես, ինքը չի ուզում մաքրվի։ Դա էլ մի անբացատրելի երևույթ ուզում է մնա։ Դա եւ մարդկային հոգու ճահիճ է։ Հիմա կանք Այբուբենի խորհուրդներին ժամանակին մենք որ հանդիպում էինք մի խումբ մարդկանցով, դու մեզ օրեցեցիր, որ Այբուբենը լսենք քո 7 անգամ էիր ասում։ Այդ պրակտիկան կարծեմ համացանցում էլ ունես, չէ՞։ Համացանցում ունեմ այդ նու դրած այդ Այբուբենի արտասանությունը։ Այբեն գիմ դա եջ զա ա թո ժե ինի լուն խե ծա կեն հո զա խատ ջե մեն հի նու շա վո չա բը ջե ռա սե վեր տյուն ռե սո վյուն փյուր քե հայ բեն գին դա եջ զա ա թո ժե ինի լուն խե ծա կեն հո դա հատ ջե մեն հի նու շա վո չա պը ջե ռա սե վև տյուն ռե ցո վյուն փյուր քե հայ բեն գին դա եջ զա ա թո ժե ինի նու խե ծա կեն հո դա խատ ջե մեն հի նու շա վո չա պը ջե ռա սե վեր տյուն ռե ցո վյուն փյուր քե հայ բեն գին դա եջ զա ա թո ժե ինի նուն խե ծա
Ra se vev tion re to vion pure ke Hai ben gin da yej za at to je ini nun he da gen ho da hat je men hi no sha vo cha pe je ra se vev yon re so yon pyu ke Hai ben gin da yej za at to je ini lun he za ken ho za at je men hi no sha vo cha pe je ra se vev tion re so vion pure ke Ai ben gin da yej za at to je ini lun he za ken ho za at je men hi no sha vo cha pe je ra se vev tion re so vion pure ke Նայեք, նու ստեղ նաև այբուբենը ոնց որ մենք ասում ենք 7 մեղքեր ունենք, այդ 7 մեղքերի հաղթարումն է, դե ամենաառաջնային մեղքը մենք չենք հասկանում, դա մեր տգիտությունն է, որը մարդը չի հասկանում, որ այդ մեղքը է, բայց ամենադա մեղքն է, որտեղ ինքը բան չի հասկանում։ Այդ տգիտությունն է հաղթարում, բթությունը եւ դե հաջորդ դա զայրույթը ճղայնությունը, այդ ճղայնությունը, որ մեզ սահմանից հանում է ու մենք անկարավելի ինչ-որ երևույթներ ենք անում, հետո կարող է փոշմանենք, բայց արդեն շատ ուշ լինի եւ այլն։ Դե հաջորդը այդ անկարավելի կրքերը, որոնք էլի մեզ կարան տանեն մենենց քայլերի, որ մենք հետո սաղ կյանքը փոշմանենք, բայց չենք կարող այդ կանգնենք։ Դե հաջորդը դա գոռոզությունն է, որը դե հիմա այդ որ 7 անգամ ասում եմ անենք, ամեն մի անգամ այդ մի ասցիագրում ես մի մեղքին, որ մաքրում է, որ շատ դեպքում նկարագրում են հեքիաթներում 7 սար, 7 լիճ են կողմ, այդ սարերը ինչ են, այդ դրանք այդ մեղքերն են, որ դրանցից են կողմ ոնց որ նկարագրում են հեքիաթային մի տեղ կամ երևույթ կամ գանձ, ինչ որ բան դա այդ երբ որ մենք այդ մաքրում ենք մեր այդ մեղքերը հերթով մեր կամ այդ մթագնացություններ բառ ասենք մենք հասնում ենք մեր հոգևոր ոլորտին որը ուղեղից դուրս է որը գանձ է ասենք հենց այդ երևույթը շատ տեղեր անվանում են գանձ ասենք արևելքում այդտեղ նորբու անուն ունի կամ չինտամանի անուն ունի աստվածային այդ մի գանձ որը մենք կարանք վերափոխենք ամեն ինչը հիմա գամ էլի հաջորդը դա նախանցխանդն է որ հաղթարում ենք հաջորդը ագահությունն է դե նախանցխանդ եւ ագահություն 7 հատ այդ երևույթները եղան էլի մենք որ քայլ ենք անում 7-ը ես մքես մի քիչ շեղեմ այս ընթացքում չէի ուզում Ընդհատե 7 սար որ ասեցիր, ես էլ միշտ մտածել եմ 7 սար, ինչու 7 սար, երբ որ աշխատում էի Տիգրան Մեծ վեպի վրա վերադարձ կամ Տիգրան Մեծ,
այդտեղ պիտի Բաբելոնից էր, թե Եգիպտոսից էր ինչ-որ հին պատմություններ էի պիտի ներկայացնեի եւ հետաքրքիր բանի հանդիպեցի, որ այնտեղից ասում են, որպեսզի Հայաստան հասնես 7 սար պիտի անցնես։ Այսինքն 7 սար անցնելը նաեւ դիցաբանական ասեմ իրականությունից եկող ինչ-որ բան է, էլի, դա մյուս տարբերակը, իսկ 36-ն էլ որ ասեցիր, այդ դրոշը որ տեսնում ես արևի դեղին մեր տաղավարում, դա վերելքմիության դրոշն է, այդ դրոշը ես տեսել եմ, ինձ ցույց են տվել, բայց արևի ճառագայթները չի կարողանում հաշվել այդ բանի մեջ, տեսիլքի մեջ չի կարողանում հաշվել։ Հետո ես մտածեցի, դա երևի 36-ը ավելի բոգական կլինի, խորհրդավոր կլինի, դրա համար այդպես այդտեղ 36 ճառագայթի արևի, ես նայել եմ այս մի հատված այդ դեղին արևը, որոնք տայել ուրիշները տայել իրենց դրոշի վրա են դրել, բայց սա այդ ոսկե գույնի վրա մի ուրիշ ոսկե գույն շատ քիչ տարբերվող, որ մենակ ծածանուններից էր տարբերվում, դա վերելքմիության դրոշն է ինձ են տվել, բարի եղեք չտանեք, բայց ուրիշի դրոշ եթե տանա վատ բան է լինում, չէ՞, եթե կոթեցիլը չի։ Դա շարունակենք այ բուբերի խորհուրդները։ Այդ մեր այդ մեղքերից հաղթարումը կամ մթագնատություններից հաղթարումը մեզ բերում է դեպի հոգին, այդ բնական մեր մենք հոգևոր էակ ենք, հոգի ունենք, այդ պետք է հասկանանք, ու երբ որ մենք հոգուն ենք հասնում մեր գիտակցաբար, հիմա մենք կարակ դուք գիտակցական ֆիզիկական պլանում ենք, հետո գիտակցական կլինի նուրբ պլանում լինել մարդը, մենք երազների, տեսիլքների աշխարհ եւ գիտակցական հոգի պլան, դա մենք ասում ենք հրեղեն, ոգեղեն աշխարհ, այդ անվանումները տանք։ Այդտեղ մեր երբ որ մենք գիտակցական ենք, այդտեղ մենք հիմա շատ բարդ ֆիզիկայի մի հատ բան կասեմ, ժամանակ տարածությունից դուրս ենք գալիս։ Նայեք, ես շատ այդ քվանտային ֆիզիկայի նորություններին շատ եմ հետևում, լինելով նաև այդ մասնագիտության մի քիչ մոտիկ, այտենց ասեմ, քվանտային ֆիզիկ չեմ ես, բայց մոտիկ։ Ես եղել եմ։ Դե ես միկրոէլեկտրոնիկայի մասնակից եմ, բայց նաև այդ քվանտային ֆիզիկան էլ մոտիկ։ Նայեք, քվանտային ֆիզիկան այդ ժամանակ տարածությունից դուրս բանա շատ ասում ու քվանտային ֆիզիկայում կան հանգամանքներ, որտեղ ժամանակ տարածությունը չկա։ Էդի մեր ուղեղի ընկալումն է ընդհանրապես, որ ժամանակը ու սենց հոսում է, կամ տարածությունը, որ 3 չափ ունի, էլի։ Էդի ընդհանրապես մեր ուղեղն է ստեղծում, ոչ թե ռեալությունը տենց չի։ Ռեալությունը ուրիշ է։ Նայեք, մեր զգայարանները ընկալում այս ռեալությունը ինքն է ստեղծում, այս զգայարանների միջոցով, բայց մեր զգայարանները շատ թեր են ու ժամանապակ են, դա պետք է հստակ ասենք, նույնիսկ ասենք, այս որ ինչ տեսնում ենք, տեսողական զգայարանը, գնանք որ ինչքան տիրույթներ կան էլեկտրամագնիսական դաշտի, որ մենք չենք էլ ընկալում, չենք էլ տեսնում, ականջը չի լսում, ոչ տեսելը եւ այլն, ասենք մենք չնչին 1% չասած է 0.00000 ինչ տոկոսն ենք ռեալության ընկալում ու բացարձակ ճշմարտություն դա օրինակ հին սրբերը պատմություն կա որ կուրերը որ գալիս են փղին տարբեր տեղերն մեկը փոչնա բռնում մեկը ժանիքը մեկը կնճիթը մեկը ոտը եւ այլն խորին են կպտում ու նկարագրում են սա ինչա նկարագրում են չգիտեմ հոգին հատ կամ աստվածն սուտ չեն ասում ուղղակի իրանք չեն ընկալում ամբողջականությունը մի փոքր մասը մենն էլ զգայարանները մենք ամբողջականության ամեն ինչի նկարելու այնքան չնչին մասն ենք նույնիսկ մեր սարքավորումները դեռ այտենց հնարավորություններ չունեն Դեռ մի անգամ առավոտյան արթնացա այն որ մի վիճակը երբ որ ուղեղ այլ հաճախություններով է գործում մի միտք ինձ տրվեց ես փորձեցի մարդկային ընկալելու մարդկային լեզվով վերարտադրել նույնիսկ Մեգիրա գրքի բնաբանն է, բայց ես էլի չեմ գտնում, որ ամբողջապես դա էր, բայց ես ամենայն դեպս այսպես կարողացա ձևակերպել։ Նա բռնեց ժամանակը եւ ժամանակը դրեց իր տեղը, որպեսզի ժամանակը ինքը ետ չմնա ընթացքից։ Այսինքն կար ժամանակ չկար, ժամանակ ինչ որ մի տեղ էր, այդ նանդը parza-ով գրել, վերցրեց ժամանակը, ասեց արի այստեղ, որ դու հետ չմնաս։ Ես դա իմաստ այդքան լավ չեմ հասկանում։ Բայց այն հասկացա, որ ժամանակ չկար, ինքը դա ինչ-որ դրած էր, ասեց արի այստեղ, արդեն դու պիտի գաս, էլի որ հետ չմնաս ընթացքից։ Պես որ քո ասած բարդ մտքերի հետ համակերպում քվանտային ֆիզիկայում sense բան կա, դիտորդից է կախված ոնց կլինի փորձը։ Բացի այն որ դե ասում են սենյակը, եթե մի հատ կատու կա մեջը,
նայած դիտորդը ոնց է ինքը կամ կենթանի է կամ սաղ կամ երկուսը միասին մենք չենք հասկանում ոնց կարա կատոն մի կատոն համ կենթանիներ համ սաղ երկրորդ փորձը որ բան են անում որ էլեկտրոնը որ բաց են թողում սյուների առաջից ինքը կամ 1 սյունից կգնա կամ 2 կամ 2-ից միաժամանակ է գնում հենց մենք տարբեր ձևով դիտենք նայած ոնց ենք դիտարկում մենք որոշում ենք արդեն անցած էլեկտրոնից այսինքն մենք անցյալ ենք գնում ոնց կանցնի այսինքն կամ ալիք կլինի կամ էլեկտրոն բայց ոնց կանցնի լե փորձը մի քիչ ավելի բան են հին աստղերից այսինքն որը մեզնից մի 10 միլիարդ հեռու են լույսը գալիս է այսինքն ասկից լույսը 10 միլիարդ տարի առաջ է եկել ու ինչ որ գալակտիկայի կողքից անցել են ինչ որ մի ֆոտոններ մի կողմից են անցել մյուս ֆոտոնները մյուս կողմից հիմա մենք ֆիքսում ենք նայած ոնց մենք ֆիքսենք դիտորդը դրա համապատասխան ստացվում է մենք կարող ենք կառավարել թե այդ գալակտիկայի աջ կողմից անցնի թե ձախ բայց ինքը 10 միլիարդ տարի է անցել այսինքն մենք 10 միլիարդ տարի անցյալի վրա ազդում ենք այս պահին այլ իրականություն է այնտեղ հա ու քվանտային ֆիզիկան դա նյութական ապացուցում է որ տենց է ոչ թե ինչ որ բան ասում ինքը ասում է որ մենք դիտորդ ասում այսինքն ինքը նաև ստեղ մենք հասկանում որ ժամանակ ուրեմն ուրիշ տես է մենք այն մի կոմանի չի որսում որտեղ ինքը հակառակ ժամանակի վրա է ազդում ոչ թե մի քանի վայրկյանի վրա մարդիկ կարան ասեն բան անի տենց բան կա բայց 10 միլիարդ տարվա անցյալի վրա է ազդում մեր դիտելու հանգամանքը հիմա երբ որ մենք հոգու պլան ենք գալիս այբուբեն ասելով մեր անցյալի կյանքի բոլոր տրավմաները տենց բերեմ ցավերը վերքերը աղաղողները կարող ենք ուղղել անցյալինն ենք ուղղում դա շատ դժվար ընկալելու մարդու համար դժվար է բոլորը չեն կարող հասկանալ դու որպեսի լավ պատկերացնենք պատը ճաքճքել է դու գալիս ես գաջով սվաղում եք այդ ճեղքերը մոտարապես այդ կաշի բան է ջղալ էդի ներկայան է անցյալի վրա նշանակում է այդ պատի անցյալն է պատի բան ենք անում որ այդ պատը էլ չունի ճեղ կամ այդ պատը չկա այսինքն մենք կարող ենք անցյալի վրա նենց ազդել անցյալի վրա որ նաև մենք կարող ենք ազդել ապագայի վրա որ ապագան այսենց լինի բայց դա ուղեղով չեն կարող մի քիչ հեշտ պատկերացնելի է անցյալն է մի քիչ դժվար որտեղ դա մենք ուղեղով ենք մտածում որտեղ ուղեղը ժամանակի մեջ է անցալում ինքը ուղեղով չենք ազդում դրա մասեցի գնում ենք հոգու պլան ու այդ ձևով աստվածային էակները որ եկել են կարացել են դա անել ասենք Քրիստոսը Բուդդան եւ այլ էակները Կրիշնան Զրադաշտը իրանք ուրիշ որակներ են ունեցել իրանք այդ կարացել են դաշտը հոգեվոր պլան այսինքն իրանք համընդհանուր քվանտային դաշտ են ստեղծել որ անցյալ ժամանակից դուրս է այսինքն այդ մեր ոգեղեն պլանը անցյալ ժամանակից դուրս է գտնվում մենք որը հնարավոր ֆիզիկան բան չի անու մաթեմատիկորեն էլ դա կարելի է որտեղ ժամանակ եթե չկա ցանկացած գետի վրա ինքը կարա վերափոխություն անի այդ մեր կաղապարն է որ ժամանակը sense գետի պես ուսում է ինքը անցյալ ժամանակից դուրս է գալիս գնում է հիմա այբուբենը բերում է դրան հիմա դա բանալի է որ մենք դրան հասնենք Եթե ես միայն ոչ թե ասում եմ հեքիաթի ձևով, այլ փորձով, ես ասենք երկար տարիներ դա փորձում եմ, նաև ուրիշների վրա եմ ոնց որ հետևորդներ ունեմ, որոնք դայել են, իրանք են փորձում ու իրանց մեջ այն տրավմաները, որ կան անցյալում, վերափոխվում են։ Իհարկե տենց հեքիաթային միանգամից չի, դանդաղ է, որտեղ միանգամից տենց քվանտային թռիչք չի լինի անել, մարդը դե իներտություն ունի շատ, որտեղ մենք ուղեղը շատ ցենց ֆունդամենտալ է, մենք այս նյութը չենք կարող բաց թողել շատ թռիչքային անել, հա ցենց կարճած ենք սրան, դրա համար ասում եմ, շատ հեշտ չի պետք է կարճացությունը կարողանա բաց թողի, բայց մենք կարանք վերափոխվել նույնն էլ ազգի մակարդակով, եթե կարա անհատը անելով դա ազգի անցյալի, որտեղ մենք լիքը սխալներ ենք արել, որ սենց վիճակում ենք գտնում, որտեղ պետք է ասենք, որտեղ ամեն ինչ օդից չի ընկել, ինչ որ մեկը չի որոշել մենք պետք է մեր արած սխալների համար է, հիմա շատերը որ ասում են Աստված որոշեց, չգիտեմ սենց որ վաճառագրեն, ինձ շատ անխելք խելքից է շատ բաներ էլի լինում, ոչ թե ինչ որ Աստված է որոշել բան, անխելքությունից է այդ լինում էլի շատ բաներ, այսինքն մարդը այդ չի օգտագործում իր բանականությունը, դրանից է շատ բաներ լինում, ոչ ճիշտ է օգտագործում ավելի բառը բերեմ։ Հիմա մենք կարանք այդ դրանք ուղենք, ինչ որ քանակի մարդիկ եթե կարանան այդ վիճակին գան, ոգեղեն վիճակին,
կարա ազգային այդ ասած կարման փոխվի, որ մենք ասում ենք ազգային այդ որ մենք բերել ենք այս անդունդի եզրին կանգնացրել ենք, չէ, մարդիկ չեն նկատում, որ անդունդի եզրին են կանգնացրել, էլի, ու չեն ոնց որ ոչխարները մի հատ այց գնում, սա ոչխարները գնում են, չեն նկատում, որ անդունդը, բայց մենք հիմա ռեալ անդունդի եզրին ենք կանգնած, մենք սենց մտածում ենք, որ ապահով ինչ-որ բան են վիճակում ենք, կարող է Եկի եզրին չենք, մենք ընկնում ենք։ Այդպես հետ բերել ավելի դժվար է, բայց անհնար չի։ Հա, անհնար չի, բայց իրոք մենք այդ եզրին մարդիկ մտածում են շատ հանգիստ ապրում ենք, էլի, տենց չի մի քիչ վիճակ, էլի, որտեղ մեր բանականությունը ոնց որ դնջանալու սովորություն ունի, այն որ պատերազմի ժամը կարան հանգիստ հաց ուտեն ու քնեն, կողքը նռնակն ինքը սովորում է դրան, բայց չի նշանակում վտակը վերջացել է, վտանգ չկա, ոք ինքը բթացել է այդ ցավի նկատմամբ, այդ վիճակին ինքը սովորական է դառել, բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Հիմա մենք էլ ենք այդ։ Հիմա եթե ինչ-որ մարդկանց քանակ կարանա քրիտիկական մասա կազմի, որ գա այդ այբուբենի միջոցով բնական ձևով, ասենք, այդ վիճակին դա ազգի վերափոխություն, ոչ միայն իրանց անձնական ազգի։ Հիմա շատերը ասում են հայր մերը, ասենք, հայր մերը պետք է հասկանանք, ես դեմ չեմ, շատ լավ բան է, հոյակապ, բայց ինքը վերջը մեր ուղեղի մակարդակով է, ինքը ինչ-որ էներգիա ստեղծում բան, բայց ինքը սյոտիկը մենք հասկանանք ինքը բառեր են, իմաստներ են, երբ որ բառեր իմաստ կա, ինքը պատնեշ է ստեղծում, որ ավելի գնա, իմաստից անդին անցնի, որտեղ երբ որ բառեր կան, ասինքն մտքեր կան, մտքից անդին չի կան, այդ միտքը հենց մեր ստեղծած պահումը, իսկ հնչյունները չկան մտքեր, մեր այս ուղեղը չի հասկանում, դրա համար ինքը բաց է թողում, ոնց որ իր համար անհասկանալ է, դրա համար ինքը բաց է թողում, մենք գնում ենք ավելի խորը, իսկ եթե մենք բառեր ենք ասում, մենք ինքը չի թողում խորը գնանք, всё այդ բառերի մակարդակին կամ մտքի մակարդակին մենք կարճում ենք, իսկ մեր հրեղեն պլանը մտքերից անդին է, մտքերը չեն կարա մտքերով անդին գնան, այդ նույն բանը ոնց որ մենք ճայիճի մեջ մնանք, մենք մեզ բռնենք, բարձրացնենք, հանենք, չենք կարա։ Կարանք։ Մենք մեզ չենք կարա։ Կասեք կոգնի։ Հիմա դες տարდა դու շատ կարևոր մի տեղ բերեցիր այբուբենի միջոցով ասացիր որոշակի թվով մարդիկ, եթե իմիգա նաև այլ միջոցներով, էլի, կկարողանան փոխել ազգի ճակատագիրը։ Հիմա ես քեզ հետ համաձայն եմ, որտեվ բացի այդ քաղաքական գործիքներից, ես միշտ էլ ասել եմ, այդ կարգի գործիքներ են պետք հատկապես մեր վիճակը ահավոր ծանր է։ Ես միշտ էլ ասեմ, քաղաքական գործիքները չեն կարող այդ կարգի բանել անպայման պիտի լինի, թաքնագետներ են, էքստրասենսներ, չգիտեմ, ինչ տեսակ ասես, այդ ուղղությամբ էլ պիտի աշխատեն։ Ես քեզ հորդորում եմ այս ուղղությամբ մտածումները իմի բեր, մի անգամ դրա մասին խոսենք։ Ինչպես այդ մարդկանց իմի բերել, ինչպես ենք այդ մարդկանց զանազանելու, ինչ ազդակներ տան, որ արձագանքենք, որ մենք իմի բերենք, դա անչափ կարևոր է։ Հաջորդը, որ դու խոսում ես, ես իմ մոտ նշումներ էի անում, այ որ ասիր ժամանակ չկա իրականում անցյալ ներկա ապագա սաղ միտեղ են, ուրեմն ես Կալիգուլա վեպ եմ գրել, 2003-ին է հրատարակվել, եւ այդ վեպի մասին ակադեմիկոս Սարինյանը գրախոսական էր գրել, հանդեսներից մեկի տանունը չեմ հիշում, բավական բարձր գնահատել, մի դիտարկում էր արել, ասում էր Պեպանյանի այս գործը, որ կարդում ես, քեզ թվում է, ես իմ բառերով ասեմ, հələ անցյալ չկա, քեզ թվում է անցյալը կողքը դա, հասկանում ես, ես որ կարդացի, ապշեցի, որ այդ մարդը հիմա հանգուցյալը ոնց է նկատել, իսկապես ես այդ գիրքը, որ գրում էի, ինձ համար այդ 2000 տարի առաջվա դեպքերը, ոնց որ ես ինքի դուրը բացեմ, գնամ այնտեղ, տեսնեմ էլի ներկայում էին, բայց ներկայում էին, կողքս էր, հասկանում ես, ինքն էր նկատել, իսկապես եթե դու խնդրում ես, քեզ շնորհքը տալիս են, անցյալ հատկապես որ ես ձախլիկել եմ, ինձ համար խնդիր չէր անցյալի հետ գնալ, որտեղ պետք էր, կողքս էր, հասկանում ես, դուրը բացում է, կամ այսպես նայում ինչ եղել, հա լավ, ու գրում ես, այդ ժամանակը իսկապես մենք ենք հորինել։ Սա մեկ։ Երկրորդը, ես վերջի անգամ մի հաղորդում ունեցա, ինչ է ասում Աստված մեզ այս աղետի միջոցով, ես այսպես տեսակետ էի արտահայտել, որ եթե մի ժողովուրդ ինչ-որ դժվարությունների մեջ է եւ Աստված ուզում է օգնած լինի, իմաստունների է ուղարկում,
ասենք շո մարդը օշտում է, դու ասեցին մաշտոց կամ այդ կարգի, եւ ասում է գնացեք, ասեք էլի, որ քո խնդիրը սա է, դուք այստեղ սխալվում եք, եկեք այս կողմ գնանք։ Եվ ասացի, եւ այդպիսի մարդկանց ուղարկել են Դժդե Թումանյան, Հայկ Ասատրյան, հիմա էլ կան ասողներ, եւ ասում, երբ որ Աստված տեսնում է ժողովուրդը չի ընկալում, խոսքը չի ընկալում, այդ դեպքում ինքը ինչ որ դժվարություններ է ստեղծում, ասենք բերում է վատ իշխանություն, որ իրենք փաստի առաջ կանգնելով փորձեն ուղեղները աշխատացնել։ Ես այսպեսի թեզ էի առաջ տանում եւ ասում եմ, ես աղետն էլ հենց այնպես չի, նրա համար է, որ մեր ուղեղը աշխատի, մենք հասկանանք։ Ինձ հակադրվել են YouTube-ում գրել են, որ չէ, այդպես չէ, այո, մեր մեղքով է, որ մենք այստեղ ենք Աստծուն մոռացել ենք, բայց Աստվածը այտենց չի ստեղծի աղետ մարդկանց, չի նպաստի, որ մարդիկ դժվար վիճակների մեջ չգնեն։ Հիմա ինքն է ճիշտ թե ես։ Չնայած դա երկուսից էլ վարկած է, Աստվածը չի ասել էլի ոչ։ Նո, Աստված ոչ մի բան չի անում, այդ մենք ենք անում, որ ցենք Աստծուն վրա չգցենք մեր գործը։ Իսկապես, եթե դու Աստված ես եւ ուզում ես այդ ժողովրդին հասկացնես, որ անդունդ է։ Դե նայեք, ստեղծել է մի մեխանիզմ Աստված, որ տենց ասենք, որտեղ ինքը օպտիմալ անսահման ժամանակում մտածել է դա, նո, տենց ասեմ, էլի։ Մեխանիզմը ստեղծել, որտեղ պատճառ հետևանք ասենք։ Այսինքն դու ինչ գործողություն անում ես, դրա հակադիր գործողությունը քեզ գալիս է։ Դու հետևանք ես տոնում, բայց այդ բոլորի նպատակը ոչ թե դու ուղղակի գործողությունն ես հակառակը գա, գործողությունը ոչ թե դա է, ինքը ընենց է ստեղծել, որ քեզ դա շարժի առաջ, շարժի դեպի Իրան, դեպի Աստված։ Մենք բութ ենք, չենք հասկանում այդ մեխանիզմը միլիարդավոր, ինչ միլիարդ, անվերջ ժամանակից դա ստեղծվել է, սկիզբ չունի է ստեղծելու, որտեղ անվերջ աստված, որ ժամանակից դուրս է, այդ դրա համար սկիզբ չունի, որ ասենք երբ Աստված ստեղծել, ինքը ժամանակից դուրս է, դրա համար ստեղծելու մասին չի լինի, ինքը անժամանակ է։ Երբ որ իրան ասես երբ է ստեղծել, իր ֆազերը գցի։ Անժամանակ է, ու այդ բայց ինքը անժամանակ դա մտածել է դրա մասին, այդ էլ ասեմ, այդ մեխանիզմը ամեն վարքյան ինքնակատարակցություն, հիմա ոնց որ առաստական բանականությունը սպառում է, տես, ես հիմք էի ընդունել Կանտի այս միտքը, որ ասում էր այն, ինչ կատարվում է անհրաժեշտ է, եւ որպես ֆիզիկոս ֆիլոզոֆան մտածում է, այ հիմա որ մենք այս աղետի մեջ ենք, ինչի համար է անհրաժեշտ։ Աստված ինչ է ուզում ասի այս աղետով, ինչ է անհրաժեշտ։ Ես մտնում եմ, որ գտնում անհրաժեշտ է վերլուծենք, մտածենք ինչու է սա տեղի ունենում։ Հետո նոր գրանք դեպի Աստված, հա։ Եվ եթե անհրաժեշտ է, ով է ստեղծում այդ անհրաժեշտը։ Նայեք, այդ անհրաժեշտը, որտեղ գնանք դեպի Աստված, մենք ուրիշ ձև չենք գնում, ինքը հա նես մեխանիզմա գործիքներ ստեղծել, ոնց որ ասենք գրավիտացիոն դաշտը, ինքը ամեն չի ղեկավարում ինչ-որ բանով, ինքը այդ մեխանիզմ կա, անկնում ասենք, կամ ստեղծել էլեկտրոմագնիսական դաշտ, կամ եւ այլն։ Այդ չէ համակարգ է ստեղծել, մտնես այստեղ, այսպես է լինի։ Բայց այդ նպատակը այդ համակարգի, որ հասնենք Իրան։ Դա բան չասի։ Հիմա եթե չես հասնում, ինքը արդեն հիմա այդ ձեր ինչ էլ ոնց էլ բացատրեք, նպատակը մեկը Իրան հասնելունն է։ Հիմա այդ դուք եք ճիշտ, թե ինքն է ճիշտ, ճիշտը դեպի Աստվածն է ճանապարհը, էլի, այսինքն նպատակը այդ Աստված ասելով հասկանում ենք տեզերական սեր եւ իմաստություն։ Ավելի բան ասենք, ինչ մի հատ էակ չի այնտեղ հասկանալի է։ Սպասում է մեզ ժամանակից ու տարածությունից դուրս, դա սերն ու իմաստությունն է ժամանակից տուն։ Ուս մեզ այդ տրված է գցած այս տեզերքի մեջ, այս նյութական, որ մենք վերջո գանք այդ տեզերական իմաստությանն ու սիրոնը, որը ու դա մեզ երջանկության մղող բան է, որ քան երջանկություն ենք ուզում լինել ամեն ինչի մեջ, բայց դա մեզ տարապացնում է, որ երջանկությունը հասկանանք ինչ է, որ չտարապացնենք։ Երկու րոպեում եզրափակում եք այս մեր զրույցը։ Ինչ բանաց ասելու։ Դե եզրափակումը կարամ ասեմ, որ նո ովքեր կարան ընկալել, հիմա այդ մի քիչ կիսատ մնաց մեր զույգը, ովքեր կարան ընկալել այդ գաղափարը հնչյունների, որ մեզ տանում է մեր ոգեղենությունը ու դեպի Աստված տանում է բանալին, որտեղ մենք աղոթքը խոսքերով չի կարա տանի, դա ոնց որ մանտրա է, մանտրան միտքից անդին տանող երևույթ է, որը հենց հայերի համար, նաև ուրիշ ազգերին էլ ինձ կան ուրիշ ազգերի մարդիկ, որ փորձել են կրկնել, իրանց էլ շատ դրական ազդեցություն ունի, լինելով, ասենք ռուսա կրկնել,
ուկրաինացի, որոնք հայերեն չեն իմացել, ուղղակի վերցրել են այդ վստահելով այդ իմ ասածներին, սկսել են դա անել։ Մեզ տանում է մեր մի տեղ, որտեղ մենք կարանք ուղի ընկնենք, որտեղ տանում է ճանապարհը դեպի Աստված, դեպի երջանկությունը, աստվածային սերն ու իմաստությունը։ Հիմա երեստատիտող ինչպես է գտնելու քո այդ տեսանյութերը։ Հայոց Այբուբենի բուժի չնչուներ հավաքի կրնագրով, բարի։ Շնորհակալ եմ, խնդրանքս մնում է ուժի մեջ, խորհում ենք առաջիկայում, թե ինչպես այդ յուրահատուկ մարդկանց կարողանանք իմի բերենք, որ նրանք էլ փորձեն դրական։ Մենք կարենք ասենք հիմա թող մարդիկ փորձեն ինքնուրույն ասել Այբուբենը, Այբուբենը բոլորը գիտեն, Այբեն գիմ դա, եթե դա ինչ-որ լռության մեջ պիտի լինի, խանգարող չլինի։ Ինքնուրույն ասեն, տեսնեն ամեն մեկը իր մեջ ինչ-որ ժամանակ, որ ասում են, ես ասում եմ 999 օր ասեն, իրանց մեջ ինչ փոփոխություն է տեղնում, ովքեր այդ ասելուց նկատել են փոփոխություն ու դրա նկատմամբ ավելի վստահություն է առաջացել, ընկալում է բացվել, այ իրանք կարան ռեակցիա տան, իսկ ովքեր շատ չեն ես ասացի ինչ մեխանիզմով ընտրենք, էլի։ Դե ասում եմ ինքը իրանց ավտոմատ ինքը իրանք են իրանց ընտրում։ Ով ասես տրդածը ճիշտ է, ասում ենք դե եք։ Չէ, ոչ թե ճիշտ է, ինքը փորձել է։ Հա, դե փորձել է, չի ասում, այդ Այբուբենը մեծով պաշտոնն է տվել։ Տրդատի խորհուրդը ճիշտ է։ Որ փորձեն այդ գործիքը, ես ասում եմ փորձեք այդ գործիքը։ Դա ես չեմ օրինել այդ Այբուբենը, դա նույնիսկ մեծով պաշտոնը չի օրին, ինքը բերել է այս պլան։ Հասկանալի է։ Փորձենք այդ գործիքը, որ մեզ հարազատ է, այսինքն կրոնից դուրս է, քաղաքականությունից դուրս է, բանից սերից դուրս է, բոլորը կարան օգտվեն, էլի, այդ բանից պիտի հասկանենք, կարող չի ինչ դավանանք ունես նյութ բան ես, հավատացյալ ես կամ մատերիալիստ ես, դա էլ կարևոր չի, կին ես, տղամարդ ես, մեծ ես, փոքր ես, տարիքն էլ կարևոր չի, բոլորի համար կիրառելի է, հասկանանք ոչ մի հակադրանք, հակացուցմունք չկա ստեղ դրան, էլի, ասենք քաղաքական ինչ մղումներ ունես, դա էլ կարևոր չի, բացարձակ, բոլորի համար է դա տվել, բոլորին համար, ասեն ինչ-որ մի դասակարգի համար չի մնացածներին անհասանել, բոլորի համար, թող իրանք կիրառեն, տեսնեն իրանց ոնց ասում, այլ ով որ իրա մոտ կտեսնի ինչ-որ փոփոխություն ընկալումներ, բացի այ իրանց հետ նոր կարելի է զրուցել, ով որ չի ընկալում ու չի փորձում, իրանց հետ անհնարին։ Բարի։ Մեր եթերաժամը սպառվեց, ես հյուրընկալեցի Տրդատ Դոնիկյանին, Հայոց Այբուբենի գաղտնիքները թեմայով զրույց ձեզ ներկայացրեցինք, արձագանքերը Տրդատ ասեց ինչ անեք։ Մինչ նոր հանդիպում եթերում։ Այբեն գիմ դա եջ զա ատ թո ժե ինի լուն խե Za gen ho za vat je men hi no sha vo cha ba je ra se ver tion re so vion piu ke Hai Ben gim da yech za at to je ini lun khe za gen ho da hat je men hi no sha vo cha pa je ra se vev yon re so vion piu ke Hai ben gim da yech za at to je ini no khe ta gen ho da hat je men hi no sha vo cha pa je ra se ve tion re so yon
Pure K. I Ben Gim Da Yej Za E A To Je Ini Nun He Ta Ken Ho Da Hat Je Men Hi Nu Sha Vo Cha Pe Je Ra Se Ver Tion Re So Vion Pure K. I Ben Gim Da Yej Za E A To Je Ini Nun He Ta Ken Ho Da Hat Je Men Hi Nu Sha Vo Cha Pe Je Ra Se Vev Yon Re So Yon Pure K. I Ben Gim Da Yej Za E A To Je Ini Lun He Ta Ken Ho Da Hat Je Men Hi Nu Sha Vo Cha Pe Je Ra Se Vev Tion Re So Yon Pure K. I Ben Gim Da Yej Za E A To Je Ini Lun He Ta Ken Ho Da Hat Je Men Hi Nu Sha Vo Cha Pe Je Ra Se Vev Tion Re So Yon Pure K.